Թարգելի ունկնդիրներ, ես այսօր ուզում եմ անդրադառնալ այս տեսանյութին, որը որ տեղադրել էր Սևակ անունով ազգանունը չգիտեմ մեկը, որին տեսանք ցույցերի ժամանակ եւ անդրադառնալ նրա ասածներին, քանի որ չի լինի ընդհանուր անդրադառնալ յուրաքանչյուր նախադասության կարևորություն ասեմ թե չէ ճիշտ կամ սուտ լինելը, անհիմն լինելը եւ այլը հարկավոր է պարզաբանել իր իսկ ասած բառերի նախադասությունների կոնկրետ վերաբերյալ, որովհետեւ չի ստացվի, որ ընդհանուր ասես ընդհանուր պատկերացումը կթողնեմ ձեր, այսպես ասած, եզրակացության հանգելուն եւ այլը, ես չեմ հրամցնում ընդհանուր պատկեր, ընդհանուր եզրակացություն, ուղղակի իմ կարծիքը, որպես անձ նայելով այս տեսանյութը, ինչ եմ մտածում այս ամենի մասին, ես կգնամ քայլ առ քայլ, որպեսզի սա նորից չհամարվի ինչ-որ վարկաբեկում, զրպարտություն եւ այլը, սուտ ասեցիր, ես այդպես բան չեմ ասել։ Լավ, ինչ ասեմ, անցանք առաջ, լսենք եւ մեկնաբանենք։ Ձեզ հետ միասին։ Դանգեր եմ ստանում, ովքեր խնդրում են, որ անդրադառնամ մի քանի տականքների, ովքեր իրենց բլոգեր անվանելով, Վարդան Ղուկասյանի անունը շահարկելով, Վարդան Ղուկասյանի լսարանը իրենց մոտ տանելով, փորձում են կարծիք ձևավորել եւ ապատեգատվությունը շրջանառել հասարակության մեջ։ Դուք այնքան հայտնի մարդ եք, մի հատ կայք ունեք, որտեղ հեռախոսը դրված է ձեր անձնական եւ շատ մարդեր են զանգում տարբեր երկրներից եւ խնդրում են անդրադառնալ այս հարցին, որ բլոգեր կոչվածը, չգիտեմ, երևի թե Էդգարի նկատի ունեք, դե այդպես է երևում, ապա տեղեկատվում են ժողովրդին եւ շահարկում են Վարդան Ղուկասյանի անունը, բայց բերեք ասենք, որ մինչև հիմա ձեզ ոչ ոք չէր ճանաչում, Էդգարի հաղորդման ժամանակ մարդիկ տեսան ձեզ ցույցի ժամանակ եւ Էդգարը խնդրեց մի քանի բառ ասել, դուք այդտեղ հայտնի դարձաք ձեր անունը, ցույցերի ժամանակ եւ նաեւ դատարանի շենքի առաջ, որ դուք բղավում եք եւ այլը ձեր միկրոֆոնով, Էդգարն էր ձեզ նկարահանում եւ դուք այդպես հանրությանը ճանաչվեցիք, մինչեւ այդ ոչ ոք ձեր անունը լսած չէր եւ հեռախոսի թամարը տարբեր երկրներում հայտնի չէր լինի, այդպես եմ ես կարծում, սա իմ կարծիքն է, իսկ եթե ասում եք, որ յուրաքանչյուր մարդ Վարդանի անունը տալով շահարկում է, դուք եք հիմա տալիս Վարդանի անունը, դուք եք շահարկում ուրեմն, յուրաքանչյուր մեդիա, որ Վարդանի անունը շոշափում է իր նորությունների մեջ, յուրաքանչյուր բլոգեր, որ իր կարծիքն է հայտնում այս ամենի մասին, բոլորը շահարկում են, ձեր աչքին այդպես է երևում, լավ, անցնենք առաջ, Արդեն իսկ համացանցում առկա ինֆորմացիան, որպես իրենց կողմից բացահայտում ներկայացնելով, փորձում են մեկնաբանել այդ ինֆորմացիան։ Շատ կներես, որ փորձում ենք մեկնաբանել այդ ինֆորմացիան։ Միգուցե ձեզնից պետք է թույլտվություն խնդրենք, չէինք իմացել, կներեք։ Իրենց անգրագիտությամբ փորձում են մեկնաբանություն տալ այդ ինֆորմացիային։ Բոլորի անգրագիտության չափը չափեցիք եւ ամենագրագետը դուք եք իհարկե, որ նման փորձ եք անում տալ ձեր եզրակացությունները, կարծիքը, ուրեմն դուք ով եք անգրագետ եք, լավ, էդ էլ ընդունեցինք։ Եվ հասարակության մեջ տարբեր կարծիքներ են ձևավորում։ Բա ինչ եք կարծում, բա հենց բլոգերները դրա համար են, չէ, ալտերնատիվ կարծիքը ձեզ հայտնի է ինչ է, դուք գիտեք դա ինչ է նշանակում, թե միակարծիք հասարակություն եք ուզում ձևավորել, միայն ձեր կարծիքն է ճիշտ, միայն ու միայն
ձեր ուղղությունը տվածը ճիշտ է։ Տարբեր կարծիքներ ինչպես եք համարձակվում ձևավորել հասարակության մեջ, ինչի պիտի լինի տարբեր կարծիքներ, շատ վախենալու է, շատ։ Բացի դա իրենց տեսանյութի ներքևում մեկնաբանություններում եւս իրենց fake էջերով արդեն իսկ այդտեղ եւս փորձում են կարծիքներ ձևավորել եւ դրական արտահայտվել իրենց տեսանյութերի մասին։ Իրոք, իրենց տեսանյութերի տակ իրենք ձևավորում են ինչ-որ արհեստական կարծիքներ։ Եվ միևնույն ժամանակ ամենակարևոր հանգամանքը, ինչի համար անդրադառնում ենք այս Մի խոսքով, ձեր ասելով, եթե ես ունեմ 500 կամենտ, գնացել եմ 500 տարբեր հաշվի համար բացել Google-ում, որպեսզի ինքս իմ տեսանյութի տակ դրական կամենտ դնեմ, պատկերացնում եք ինչ աշխատանք է, չէ՞։ Էդգարը գնացել է նման տեսանյութի տակ դրական կամենտներ ձևավորելու համար, հազարավոր հաշիվներ է բացել։ Ինչ լոգիկա է, այ ինչ խելացի մարդ եք իրոք։ տականքներին, նման տականքները շահարկելով Վարդան Ղուկասյանի անունը, ներկայանալով որպես Վարդան Ղուկասյանի աջակից, վիրավորում են դատավորին։ Հոպ, ով է վիրավորել դատավորին, այս սևակ։ Խնդրում եմ ապացուցիր, այդ որ ասում ես, այդքան խելացի մարդ ես, աշխատասեր։ Մենակ ինչ-որ վերացական բաներ ասելով չի, մի հատ կտրեիր այդ հատվածը, թե դա լինի մեդիայից, թե դա լինի YouTube-ից, վիդեոներից, մի հատ դնեիր, որ ասեիր այստեղը, ինչ-որ մի Էդգար օրինակ, կամ այսինչը, վիրավորում է դատավորին, ավելի լավ չէր լինի սևակ, վերացական, որ բաներ ես ասում, ինչպես ես ապացուցելու, ինչպես, ասացի տակից, ինչպես ես դուրս գալու, աչոտ տալու ես թե չէ, արա աչոտդ, ապացույցներով, նոր կխոսենք։ Կրկնում եմ, շահարկում են Վարդան Ղուկասյանի անունը, այնուհետև վիրավորում են դատավորին։ Այս ամենը հատուկ նպատակ է հետապնդում սիրելի։ Վաու, կարող աչքիդ այրևա, կարող է ինչ-որ տակությունդ բարձացած ա եղել, թե ինչ քեզ այդպես ա թվացել, իլիս ուղղակի չգիտեմ, թե ինչպես բացատրեմ ասածներ հետ, որ դու կրկնում ես, իհարկե, դե ոչ կրկնում ես, ուրեմն ճիշտ ա էլի։ Սիրելի հայրենակիցներ, նման տականքներին խնդրում եմ ուշադրություն մի դարձրեք եւ մի հետևեք նման տականքներին։ Ինչ իրավունք է հրամայում բոլորին ուշադրություն չդարձնել, սրան, նրան կամ դարձնել։ Եվ այն հանգամանքը, ինչը արդեն իսկ դրոշակ են դարձրել եւ ծածանում են, որ ինֆորմացիա մեր կողմից չի տրվում, մեր կողմից տրվում է իրական ինֆորմացիա։ Ահա, դու չես խոսում քո կողմից, ակազվեցը, պարզվում է։ Ինչ ինֆորմացիա տրվում է մեր կողմից, այդ ով եք դուք։ Ձեր կողմից ում։ Դուք ում հետ եք, որ ներկայացրեք այդ կազմակերպությունը, որի հետ եք։ Դուք կուսակցության անդամ եք, նրանց պաշտոնական խոսնակն եք, նրանց մամլո խոսնակն եք։ Արդեն անդամ եք դարձել, ասեք իմանանք էլի, մենք ով ենք, որ մեր պաշտոնական հայտարարություններին հավատացեք, մեզ լսեցեք եւ այլը։ Այդ ում անունից ես խոսում։ Ինչպես կարող ես ասել, դու խոսում ես որպես անձ միայն, եթե դու անընդհատ ասում ես մենք մեր հայտարարություններին հետևենք։ Լսեք ժողովուրդ։ Ճշմարիտ ինֆորմացիա։ Ամսի 17-ին դատավարությունը դեռ չէր ավարտվել, արդեն շրջանառվում էր լուրեր, որ Վարդան Ղուկասյանը արդեն ազատ է արձակվել։ Ամբողջ մեդիա դաշտը լցված էր ապատեգատվությամբ։ Կրկնում եմ, սա հատուկ է արվում, որ ազդեցություն ունենան դատավարության վրա։ Այ Սևակ ջան, ինչից ես խաբար։ Փերք ես ասեմ, որ երեք ելույթ ունեցավ պարոն Բաղդասարյանը,
Փակ TV-ում Ղուշչյանի հետ ինտերվյու անցկացրեց, այնտեղ նա նշեց դատավարության ելքը, արդյունքը կախված է միայն ու միայն փաստաբանների աշխատանքից, նրանց որակից եւ այլը, գնացեք, նայեք, հասկացեք, հաղթանակի հայտարարությունները չեն կարող ազդել դատավորի վրա։ Այդ ով է ձեզ այդպես հավատացրել։ Սևակ, սպասի քեզ մի բան ասեմ։ Դու հենց այստեղ էջը նայում ես, թե չէ։ Ընդհանրապես նրանց հայտարարություններին նայում ես, դե պաշտոնական հայտարարությունները նրանք են, ամենաճիշտ տեղը նրանք են եւ այլը։ Լավ, բերեք տեսնենք նրանք ինչ էին ասում այդ հաղթանակի վերաբերյալ օրինակ։ Չէ՞ որ նրանք էլ էին ասում, մենք հաղթեցինք եւ այլը եւ այլը եւ այլը։ Ամեն ինչ լավ է, մենք կարող ենք մի րոպե, որպեսզի ինձնից չհորինեմ, բերեք իրոք նայեմ, թե ինչ են կոնկրետ ասել։ Так, 3 օր առաջ Վարդան Ղուկասյանի դատական նիստի վերաբերյալ դրական արդյունքների մասին, որոնք իշահ Վարդան Ղուկասյանի են, ավելի ուշ կհայտնենք։ Այդ ինչու եք դրական բաներ թույլ տալիս ձեզ ասել, եթե ոչ մի պատճառ չունեք դրա մեջ։ Так, անցանք հաջորդին, մի րոպե տեսնեմ։ Այս չէ։ Ես կդնեմ ձեզ, շնորհավորում ենք բոլորիդ հայտարարություն են տվել։ Հատկապես նրանց, ովքեր եղել են մեր կողքին, Վարդան Ղուկասյանի անվտանգության նկատառումներից ելնելով չենք հրապարակել մանրամասները, բայց կարճ ասենք, մենք բոլորս հաղթեցինք։ Մենք էլ միամիտ ժողովուրդս, հավատալով այս հայտարարություններին, մտածել ենք, որ իրոք հաղթել ենք։ Հիմա մեզ ինչու եք մեղադրում, համ ասում եք պաշտոնական հայտարարություններին հետևեք, համ էլ, երբ որ հետևում ենք ու տոնում հաղթանակը, հասկանալով իհարկե այնտեղ շատ պրոցեդուրաներ կան, ուղղակի այդ թեթև հաղթանակը, եւ հիմա դուք դուրս եք գալիս ու ասում, որ այդ մեր հաղթանակի ինչ որ շնորհավորանքները կարող են ազդել դատավորի վրա, ինչպես, դե ուրեմն չտարածեին նման լուր, ձեր պաշտոնական կայքը, եթե դուք եք արդեն ադմինիստրատորը, շարունակենք լսել։ Այս բոլոր տականքները սնվում են մի տեղից։ Լավ էլի, լավ, ասում ես ուրիշները անգրագետ են, դու գրագետ ես, միթե տականք բառի այլ հոմանիշներ չկտար, կամ ավելի ուրիշ ածականներ այնքան կային, որ ինչ-որ մարդու նկարագրեն կամ նրա ասասները, 30 անգամ կրկնելով տականք բառը, չի սազում ձեզ, հենց որ չէ բացեք էնցիկլոպեդիա, ես իմ կարդացեք, որտեղ կարող եք գտնել, մի քիչ բազմագույն դարձրեք ձեր խոսքը, բացի տականքից այլ բառեր օգտագործեք նկարագրելու ձեր Ախոյանին։ Նման տականքներին օգտագործում են հատուկ նպատակի համար։ Okay, ու դու գիտես նպատակը։ Իրենք անգրագետ են, չունեն գիտակցական կրթություն, բայց նման տականքներին Ձեր գիտակցական կրթությունը այնպես է փայլում այս ելույթով, ես կասկած անգամ չունեմ արդեն։ Փորձում են օգտագործել, որպեսզի ազդեցություն ունենան դատավարության ընթացքի վրա։ Իհարկե, մեկը լսի միամիտ կհավատա։ Այն մարդիկ, ովքեր որ ձևավորել են շարժումը, ժամանակ են ծախսել, աջակցել են, այ դուք ամերիկացի հայերը, որ իմացաք շարժման մասին եւ այլը, Վարդանի ձերբակալման մասին եւ այլը։ Դուք որ գնացիք եւս ստորագրեցիք պետիցիան եւ այլն։ Հիմա դուք այդ աջակցությունը ձևավորող մարդկանց գլխավորող կամ այսպես ասեմ ստեղծող մարդկանց դուք արդեն անվանում եք տականքներ եւ միտումնավոր դատավորի վրա ազդելու փորձեր։
Ինչքան պետք է մարդը հիմար լինի, որ այսքան աշխատանք թափելու նպատակը միայն դատավորի վատ վճիռը լինի, այսքան աջակցության ապացույցները, այսքան վիդեոները ձեզ բավական չեն, թե կարող եք կեսից եք նայել, թե ինչ միացել է շարժմանը, այսպես ինքնաբուխ, առաջվա վիդեոներ բան ձեզ երևի տեղյակ չի, հա? Մի քանի օր ժամանակ ծախսեք նայեք, միգուցե հասկանաք, թե ինչպես ամեն ինչը սկսվեց։ Եվ միթե մարդ առավոտից իրիկու կնստի, Վարդանի գործերով զբաղվի, թե դատավորի վրա պետք է ազդեմ, եւ սա միակ ելքը սա է։ Իրոք զարմացած եմ ձեր մտքի զարգացվածությունից։ Որ շահարկում են այն, որ մենք ոչ մի ինֆորմացիա չենք փոխանցում, ստում են։ Էլի մենք, դուք ով, բայց դու ուր էիր առաջ։ Մենք ինֆորմացիա չենք տարածում։ Կարծես թե դուք էիք Վարդանի խոսնակը, Վարդանի, այսպես ասած, կայքի ադմինիստրատորը, որ ասում ես, եթե մենք չենք խոսում, եթե մենք չենք տարածում, գիտես ինչ, այդ ձևտուցույց ես տալիս, թե ով է թիկունքիդ կանգնած, որ մենք ես ասում, դու արդեն մատնում ես, թե ումի նկատի ունես, ինքդ էլ չես նկատում, դա չէ։ Մենք ամբողջ ժողովին ինֆորմացիան տրամադրում ենք մեր հայ։ Հասկացանք, բայց դուք ով եք։ Դուք կուսակցությունը, պաշտոնական դուք կուսակցության, այսպես ասած, հայտարարությունները, ինչու ես մենք ասում։ Այսինքն դու հիմա իրենց հետ ես, իրենց աշխատակիցն ես, հա։ Այդպես հասկանա, ուրիշ ինչ ձևի հասկանամ, մենք մեր հայտարարությունները ամենաճիշտն են։ Հայրենակիցներին բացի դա, Միացյալ Նահանգներում գտնվող մեր հայրենակիցները կհաստատեն, որ Միացյալ Նահանգներում ամեն ինչ բաց եւ թափանցիկ է եւ հասանելի է բոլորին։ Բաց ու թափանցիկ էր, բայց դուք կուսակցությունը չգիտեր ուր է գտնվում իրենց լիդերը, նախագահը։ Չգիտեր։ Ամերիկայում արդեն գիտեին որոշ տեղեր, միայն կուսակցության լիդերներ անտեղյակ։ Հասկանում եմ, որ իրենք ստմվում են, պիտի աշխատեն, պիտի ապատեգատվություն, սխալ կարծիքներ ձևավորեն հասարակության մեջ, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Դե իրականությանը համապատասխանում է միայն ձեր ասածը, ճիշտ է։ Սնվում են, էս են անում, այն են անում, պարզը պետք է ապատեգատվություն տարածեն։ Իրոք զարմանում եմ ձեր խելքի եւ մտածողության վրա, իրոք։ Այսուհետ ցանկացած նման տականքներին անդրադարձ ենք ունենալու, ցանկացած ժամանակ անդրադարձ ենք ունենալու նման տականքների հայտարարություններին։ Իսկ մեզ չի կարելի ձեզ անդրադարձ ունենալ, մեզ չի կարելի ինչ-որ բան նկատել, սխալ քայլեր եւ քննադատել, միայն այդ շնորհքն ու, այսպես ասած, իրավունքը ձեզ է տրված, մենաշնորհը, այսինքն։ Մենք անդրադառնալու ենք բոլոր տականքներին, բայց եթե դուք մեզ անդրադառնաք մեր անդրադառնալուց հետո, ուրեմն տականք եք, բրավո։ Այսպիսի տականքների արդյունքում, այդ վատ հոգեվիճակում, այդ կինը, ում չեմ ճանաչում, ես ոչ Վարդան Ղուկասյանին եմ անձնապես ճանաչում, ոչ Վարդան Ղուկասյանի մայրիկին եմ ճանաչում։ Ամերիկայում ես ապրում, Վարդանն էլ էր Ամերիկա, այդքան Վարդանի ջատագովն ես, մինչև հիմա ինչի՞ չես կապ հաստատել, շատ հետաքրքիր է։ Նոր, այսպես ասած, ծլեցիր ու դարձար նրա, այսպես ասած, ինչպես է ֆան կոչվում, երկրպագուն։ Հեչ փորձել ես նրան ծանոթանալ մոտիկից։ Ընդամենը մի քանի ժամ տարածություն էր, չէ՞։ Հիմա սկսում է շահարկել էմոցիոնալնое вымогательство, բան, կոչվում, մարդկանց զգացմունքների վրա ես ուզում ազդել, մոր մասին քո, այսպես ասած, սրտաճմլիկ խոսքերով։
Բայց այս տականքների, այս քայլերի արդյունքում կինը, ով գտնվում է շատ վատ հոգեվիճակում, տեսաուղերձով հանդես եկավ։ Անկամ այդ տեսաուղերձը իրենց չսթափեցրեց։ Դուք հասկանում եք ինչ աստիճանի տականքների։ Այս սևակ, այդ կինը տեսաուղերձով հանդերձ եկավ, բայց այնպիսի մի բան ասավ, որ հասարակությանը զարմացրեց, բոլորի բերանը բաց մնացին։ Դու հասկանում ես ինչ ասավ։ Ասավ իմ փող են հավաքում իմ որդու անունով, որ նման բան չէր եղել։ Եթե դու այդ կնոջ ասածը ճիշտ ես համարում, ուրեմն չես ստուգել մեդիա դաշտը, կամ ցույց ես տալիս իբր չգիտես։ Ասում ես այդ կինը նման հայտարարությունով դուրս եկավ, բայց այդ տականքները շարունակեցին նորից իրենց գործը։ Եթե մարդիկ հասկացան, որ այդ կնոջ ասած, կարդացած ամեն ինչը չէր համապատասխանում իրականությանը, իհարկե պիտի հասկանային, որ այդ կնոջը խեղաթյուրած ինֆորմացիա է տրվել, եւ նա ըստ դրա է եզրակացության եկել, վստահելով ու հավատալով։ Ձեզ միջ չի տալիս ինչ-որ մեկը մանիպուլացրել էր այդ կնոջը, որ իրականությունը չէր համապատասխանում, մարդիկ էլ եզրակացրին եւ ասեցին լավ, ոչինչ, մարդը սխալ կարծիք ունի եւ ինչ-որ ձևի պարտադրել, հեչ հնարավոր չէ, կամ պարտադրեն, կամ խնդրեն, կամ խաբեն, հեչ հնարավոր չէր։ Այսինքն, եթե այդ կինը կարդում է նման բան, բոլորը պետք է անպայման ենթարկվեին, եթե իրականությանը չէր համապատասխանում, ինչպես ենթարկվեին։ Բոլորը հասկացան, որ սա կազմակերպված բան է, այդ դրա համար շարունակեցին իրենց աշխատանքը։ Ինչ կա չհասկանալու, սևակ։ Կրկնում եմ այսուհետ բոլորին անհատապես անդրադառնալու եմ, հիմա անունը չեմ նշում, բայց անուններ կնշեմ, եթե հաջորդ անգամ փորձ արվի այնպիսի հայտարարություններ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով հանդես գան, որը կխանգարի դատավարության ընթացքին, որը բացասական անդրադարձ կունենա դատավարության ընթացքին։ Հերիք է սպառնաս բոլորին։ Ոչ ոք էլ սխալ հայտարարություններ չի տարածել, բացի իր իսկ կուսակցությունից։ Նեղանում ես, նրանից նեղացի։ Նույնիսկ պարոն Բաղդասարյանը ասեց, որ պոզիտիվ է ամեն ինչ եւ այլը, սպասում ենք եւ ժամ առաջ նա կշարունակի իր գործունեությունը։ Նորից հավատացինք եւ պարզում է, որ մենք ենք ապա կողմնորոշում, որպեսի դատավորի վճիռը վատ լինի, հա։ Այդքան ես հասկանում։ Թե ձևացնում ես, թե ինքդ քո ասածին հավատում ես։ Վարդան Ղուկասյանը միայնակ պայքարում է մի ամբողջ պետական կառույցի դեմ, միայնակ, դավաճան պետական կառույցի դեմ։ Ոչ մեկ չի համարձակվի Վարդան Ղուկասյանի գործը շարունակի, ոչ մեկ չի համարձակվի Վարդան Ղուկասյանի նման խիզախություն դրսևորի եւ նման բացահայտումներ իրականացնի, անգամ եթե ինֆորմացիա էր տիրապետի, ոչ մեկ չի համարձակվի, որովհետև Վարդան Ղուկասյանը իր կյանքը վտանգի տակ դնելով, որովհետև եթե Վարդան Ղուկասյանի պետական պահանջը իրականացվի եւ արտահանձնում լինի, ինչը չի լինելու, Վարդան Ղուկասյանի մայրիկին սպառնում ես մահ։ Հիմա սկսեցիր Վարդան Ղուկասյանին գովալ, որպեսզի այս քո դրանից առաջ արված խայտառակ անիմաստ հայտարարությունները, այսպես ասած, ծածկես, եւ եթե այս տեսանյութը նա հետո դիտի, որ հիմա, այսպես ասած, աչոկներ ես էլի հավաքում քո գովասանքներով, որպեսզի արածդ, այսպես ասած, ինչպես կոչեմ, խարտախություն է կոչվում, թե այսպես ասած ապատեղեկացվածություն, թե խաբեություն ասեմ, որպեսզի դա ծածկես, հիմա էլ սկսում ես Վարդանին գովել, որ մարդիկ ոչ մի կասկած չունենան, որ դու նրա երկրպագուն ես եւ նրա աշխատանքը համարձակությունը բարձր ես գնահատում,
Սա էլ է մանիպուլյացիայի ձև, համենասա, խառնի իրար, որ ավելի հավաստացի թվա։ Լոլո, քրտի տղեն լոլո, հայտում ես ուզում խապել, գիտես թե քո ասածները մենակ դու ես հասկանում։ Վարդան Ղուկասյանին սպանելու են։ Ահա, այսպես համոզված դու ասում ես սպանելու են։ Մենք պետիցիայում գրում ենք, որ կարող է կյանքին վտանգ սպառնել, իսկ դու այսպես ճակատի ասում ես սպանելու են։ Ով։ Կարաս, ինչու անուն չես տալի, ով։ Ածն, Նիկոլը, ով։ Դե տղամարդ ես, էդ էլ ասա էլի, որ այսքան համարձակ ես, մի հատ էդ էլ ասա էլի, խնդրում եմ, ով։ Եվ թող այդ կազմակերպությունը մի հատ քեզ նով հետաքրքրվի, թե դու ինչպես ես իրենց զրպարտում, որ սպանելու են, հասկացար։ Ասածներիդ համար հարկավոր է ապացույցներ ունենալ և պատասխանատվությունը զգալ, այսպես խոսալով խոչի։ Ֆիզիկապես ոչնչացնելու են։ Հավատանք ես, հավատանք։ Եթե դու ասում ես ոչնչացնելու են, ուրեմն այդպես է կլինի, որովհետև դու այն հեղինակությունն ես, որին պետք է հավատալ կուրորեն և այլը։ Ես չեմ ասում, որ նման վտանգ չկա, չէ, հարցը դա չի։ Հարցն այն է, որ եթե դու առանց որևիցե ինչ-որ կոնկրետ բաների դու կանգնում ես, ասում ես, թե նման բան է սպասվում, և ասում ես ժողովուրդ, իմ ասածը 100% ճիշտ է, մի քիչ առաջ դու ասեցիր, որ մենք եթե որևիցե տեղեկություն ասում ենք ճիշտ է, մեզ հետևացեք, մեր ասածն է միայն ճիշտ։ Հիմա, եթե դու ներկայացնում ես կուսակցությունը, նրանց անունից ես խոսում, հիմա որ ասեցիր նրանց սպանելու են, ուրեմն դա կուսակցությունն է ասում, չէ։ Այսպես հասկանամ։ Ձեր պաշտոնական կարծիքը, դու ես պաշտոնական կարծիքը, հայտարարություն անողը և հիմա էլ ասում ես նա սպանելու են։ Այսինքն, մենք պետք է քեզ հավատանք։ Եթե պիտի հավատանք, ուրեմն դու լուրջ ապացույցներ ունես։ Եթե չունես, այդ կառույցները լավ կլիներ քեզնով իրոք հետաքրքրվեին։ Ու մարդը լինելով հայրենասեր ազգասեր, իր կյանքը, իր լավ կյանքը, Վարդան Ղուկասյանը ամեն ինչով ապահովված է։ Իր կյանքը, իր լավ կյանքը մի կողմ դնելով պայքարում է Հայաստանի Հանրապետությունը փրկելու վրա, որովհետև Հայաստանի Հանրապետությունը այժմ օրհասական վիճակում է։ Հանես, բան ասա, որ չգիտենք։ Այսինքն դու բոլորին ծանոթ բաներն ես ծամծմում, այսինքն դա նորություն չի ոչ մեկի համար, գիտես, մարդիկ տարիներով հետևում են նրան, արասները գիտեն և այլը։ Դու հիմա որ նստում գովում ես, ինչ նորություն ես ասում, յանիմ թե։ 300,000 ադրբեջանցի, եթե շրջանառվում է 300,000։ Հա, լավ, հասկացանք, այդ նորությունը բոլորն էլ գիտեն, եթե դու դա այս թեմայի հետ բոլորովին կապ չունի։ Հասկացանք, որ Վարդանը որ լիներ, իհարկե շատ հարցեր կբարձրաձայներ, պայքարի կոչ կաներ և ով չգիտի, որ նստել ինչից ես խոսում։ Ղուկասյանի դեմ քաղաքական հետապնդում, քաղաքական տերոր իրականացվում, անգամ այսպիսի խամաճիկներին են օգտագործում, որպեսզի Վարդան Ղուկասյանի հասցեին արդեն իսկ բացասական կարծիքներ ձևավորեն հասարակություն։ Գիտես ինչ, ուրիշներին խամաճիկ կոչելուց առաջ մի հատ ինքդ քեզ նայի։ Մի հատ նայ էլի, քո հասկացողությանը և այլը։ Լավ, չեմ ուզում մանրամասնեմ։ Գիտես ինչ, կներեք, մի րոպե։ Որպեսզի Վարդան Ղուկասյանի հասցեին արդեն իսկ բացասական կարծիքներ ձևավորեն։ Հա, էդ էի ուզում ասել։ Սևակ, լսիր որպես քրոջ խոսք։
Ես ամեն քննադատի ինչ որ թեկուզ եւ կեղծ զրպարտություն լինի, ես կարող եմ տալ կոնստրուկտիվ մի խորհուրդ։ Ես քեզ որպես թշնամի չեմ դիտում, ինչքան էլ դու ուրիշներին թշնամի դիտես առանց հիմքերի։ Բայց իմ խորհուրդը քեզ գիտես ինչը կլինի։ Մի րոպե։ Հասարակության մեջ։ Հա, հենց դա է ասում։ Մի բան պատկերացրա, ես նույնիսկ չգիտեմ քեզ ոնց բացատրեմ, որ հասկանաս։ Այսպես մի հատ բարի խորհուրդ։ Նայի, դոկ կուսակցություն կա, Վարդան կա։ Կուսակցության անդամներ կան, բեր այսպես ասեմ, քեզ համար ավելի պատկերավոր լինելու։ Աջ կողմում կանգնած է Վարդան Ղուկասյանը, ձախ կողմում պատկերացրիր կանգնած է դոկ կուսակցությունը։ Այո, իրար հետ կապ ունեն, իր ստեղծածն է, չէ՞։ Լսի, չգիտեմ ոնց պատկերավոր ասեմ, որ հասկանաս։ Լավ, կփորձեմ։ Հիմա տես։ Դոկ կուսակցության մասին որևիցե քննադատություն, դա ավտոմատически չի դառնում Վարդանի քննադատություն, Վարդանին վնասելու քննադատություն, Վարդանին վարկաբեկելու քննադատություն։ Դու այդ երկու հասկացությունները շփոթում ես, որովհետև բերում կպցնում ես իրար հետ, եւ դա դառնում է միայն մեկ դեմք, եւ քո կարծիքով, այսինքն դոկ կուսակցությանը քննադատող մարդը դա ավտոմատ, այսպես ասած, ձևով քննադատում է, վարկաբեկում է Վարդանին։ Եթե դու այդ երկու հասկացությունները առանձնացնես, միգուցե հասկանաս, թե ինչի է դա արվում։ Վարդանին վարկաբեկող, վնասող, վատ հայտարարություններով ոչ ոք չի դուրս եկել Վարդանին քննադատող։ Քննադատությունը եղել է դոկ կուսակցություն։ Դոկ կուսակցությունը, գիտեք ինչ, երեխայի պես որ ասում է, «Էսա հայրիկս դուրս գա, տես քեզ ինչ կանի, որ ինձ նեղացրել ես»։ Նման երեխայական բան է դրսևորում արարք։ Եվ երևի ձեզ միգուցե թույլ տվեք կասկածել, որ նրանք ձեզ ներկայացրել են, որ մեր քայլերը քննադատողները այսպիսի նպատակ են հետապնդում Վարդանին վնասելու, եւ դուք հավատացել եք դրան։ Կասկածելու իրավունք ունեմ, որովհետև այս ձեր ասածը, որ նմանեցնում եք այդ երկու բանը մեկ բան սարքում, որ դոգն ու իր կուսակցությունը մեկ են, մեկ չեն։ Նա հիմա մեկուսացված է, նա չգիտե ինչ է կատարում իր կուսակցության մեջ շարքերում։ Եվ միգուցե մարդիկ կան ուժե Պիրիաբուլիս, ինչ գիտենք։ Բայց եթե մենք նրանց արածները չքննադատենք, մենք Վարդանին լավություն չենք անում, Մենք լավություն ենք անում ուրեմն այն մարդկանց, որոնք սխալ դրսևորումներ էին անում եւ գուցե միտումնավոր։ Հիմա ո՞րն է լավ։ Նրանց արարքները լուսաբանելը, քննադատելը, թե աչք փակելը։ Լավ, իհարկե դիլեմա է, Վարդանի խաթեր կա եւ այլը, բայց դու պետք է հասկանաս, որ այս երկու բանը նույնը չեն։ Վարդանին ոչ մեկը ոչ մի խոսք չի ասել։ Իսկ կուսակցությունը թաքնվելով քո թիկունքում, քո բերանով ուզում է ասել. «Վերջ տվեք մեզ քննադատելուց, յան տվեք, ձեռք քաշեք եւ այլը»։ Դու դարձել ես նրանց գործիքը, ինձ թվում է։ Ես չեմ հաստատ ասում, բայց կարող եմ կասկածել, որ նրանք իրենց հանդեպ վիրավորանքներից պաշտպանվելու համար ներկայանում են, որ մեզ ասածը Վարդանին ասած է։ Ոչ, այդպես չի մեզ համար։ Քեզ համար այդպես է, այդպես էլ հավատա, ինչ ասեմ։ Սիրելի հայ ազգ, խնդրում եմ մի տրվեք էմոցիաներին եւ մի լսեք նման տականքներին։ Ցանկացած ինֆորմացիա ձեզ տրամադրվում է եւ դուք տեղեկացված եք։ Իհարկե, մեկն էլ լինի ու հավատա քեզ։ Մի հատ գնա, նայիր բոլոր հենց այստեղի փոստերը, օրինակ,
Ինչ poster էին անում, տեղը չգիտենք, այս է, այն է, կապը կտրվել է, որ մեկը, լավ, screenshot-երը կդնեմ, հիմա չնստեմ, հերթով գտնեմ, կարդամ։ Եթե մեկ անգամ մարդը սուտ դուրս եկավ եւ նրանց հայտարարությունները սուտ դուրս եկան, իրավունք ունի ժողովուրդը կասկածելու թե չէ մնացած հայտարարությունների վրա։ Իրավունք ունի ճշմարտությունը պահանջելու։ Չվարկաբեկեիք ստերով, չէին էլ կասկածի տակ դնի եւ պաշտոնական հաղորդագրություններին, հայտարարություններին կսպասեին, բայց տեսնում են, որ ճիշտը նրանցից դուրս չի գալիս։ Հիմա այդ Անուշ Խուդավերդյանի այն ելույթը, այն որ Ամերիկայի դեսպանատան մոտ էին գնում եւ այլը, ես կտնեմ screenshot-ը եւ այլը, որտեղ նա ասում է, որ մենք դիմում ենք ներկայացրել Ամերիկայի դեսպանատանը։ Սա էլ խոսնի չեմ հորինում։ Նամակ։ Ստացել եք նամակի պատասխանը, ինչու չեք խոսում այդ մասին։ Այսինքն, բերեք ասենք, ամսի 27-ին էր, թե 28-ին այդ միտինգը 3 շաբաթ անցել է եւ դուք նամակի պատասխան չեք ստացել։ Եթե ստացել եք, ուր է ինչու չեք տեղադրում։ Եթե դուք ասում եք պետք է մենք նստենք ու սպասենք այդ նամակի պատասխանին, նոր կարողանանք հայտարարություններ անել եւ այլը։ Մինչեւ հիմա պիտի սպասեիք պատասխանին։ Լավ, եթե ստացել եք պատասխանը, ինչու չեք դնում ձեր էջում։ Հա լավ, կարող եք ասել, թե մեզ արդեն պարզ դարձավ, թե որտեղ է Վարդանը, դրա համար էլ կարիք չկար։ Բայց տեսնում եք ինչքան է ուշանում պատասխանը, ես դա եմ ուզում ասել։ Ձեր պաշտոնական արարքների պատասխանները շատ են ուշանում։ Մինչև հիմա պիտի սպասեինք։ Կամ առողջության եւ այլ տիպի անհայտ է, ուր է, չգիտենք, պարզվում է, լավ էլ գիտեիք։ Հիմա ինչպես նստեն ժողովուրդը ձեզ հավատան, եւ ինչու եք մեղադրում ժողովրդին ձեզ չհավատալու համար, եւ դու ինչի ես խոսում նրանց անունից, դա էլ քեզ հարց։ Բերեք այսպեսի մի բան պատկերացնենք ժողովուրդ։ Ես գցենք Վարդանը Ղուկասյանի ինչ-որ մի ծանոթն եմ, ինչ-որ հեռու այլ երկրից։ Կապի մեջ եմ երբեմն իր հետ, եւ մի օր այդ կապը կտրվում է, զանգում, չի պատասխանում։ Դե ես էլ չեմ հասկանում, թե ինչպես գտնեմ կապը։ Չեմ կարողանում եւ վերջ։ Սա հասարակ մարդ, որը այդքան կապ չունի իր հետ եւ այլը, ինչպես ասած, պաշտոնական առումով, կուսակցության տեսակետից եւ այլը։ Դա եթե մեկը հայտարարի նման բան, բերեք այսանը անջատեմ չխանգարի, որպեսի եթե սա հայտարարեմ ես, որ կապը կտրվել է եւ վերջ, չգիտեմ ինչ անեմ։ Իհարկե կարող եք հավատալ։ Ну, չգիտես։ Իսկ եթե կուսակցությունը նման բան ասում, անհավատալի է թվում։ Դա հավատալի է թվում այն մարդկանց համար, որ այլ մտածելակերպ ունեն, բայց կան չէ մարդիկ, որ ավելի խորն են ամեն ինչը վերլուծում։ Բերեք վերլուծենք ձեզ հետ միասին ընկեր Սևակ։ Եթե մենք պետք է հավատանք անկեղծությանն ու ոչ սուտ ասողներին, ապա հիմա նայեք այսպես։ Վարդան Ղուկասյանը իր կապը միշտ ունեցել է նրանց հետ, իրենք էլ են դա ասում, չէ՞, կուսակցության անդամները։ Այդ կապը Անի Խուդավերդյանը նշում է, որ կտրվեց, անսպասելի եւ մենք չգիտենք ուր է։ Եվ այսպես ասած գնում է նամակ տալու դեսպանատանը, որ հայտնաբերի ուր է Վարդան Ղուկասյանը։ Բերեք դրա հավաստիությունը մի քիչ վերլուծենք, օքեյ։ Եթե Վարդանը ռազմական ոստիկան եւ այլը իր կյանքի փորձով ինչեր է հայտնաբերում, ինչեր է կանխատեսում, միթե նա չէր պատկերացրել նման մի հանգամանք, որ եթե հանկարծ իր հետ մի որից է բան պատահի, դա կլինի ավտովթար, շատ վատ առողջական վիճակ, կոմա եւ այլը, տարբեր բաներ, որ մեկը թվեմ։ Միթե նա չէր նախապատրաստել նման մի բան, որ
ձեզ այսինչ իմ ընկերը վստահված կզանգի ձեզ, կուսակցության մասին է խոսքը, եւ կհայտնի իմ վիճակից։ Իսկ այդ ընկերը անպայման կիմանա իմ վիճակից, որովհետեւ մայրիկիս տվել եմ այս հեռախոսը, որ զանգի այս իմ հավատարիմ ընկերոջը, որ կարողանա ձեզ հետ կապնվել, կամ էլ իմ մայրը ուղիղ կապ կհաստատի։ Վերջապես մի վստահված անձ կար, որ նրա անհայտանալու ժամանակ աղմուկ բարձրացներ, իհարկե մորը կհայտներ, կուսակցությանը կհայտներ, կա, ինչ է կարծում Վարդանը բոլորովին այդպես անփութորեն ամեն ինչ թողել էր բարձի թողի վիճակի եւ անհայտանամ, ձերբակալվեմ, իմ կուսակցությունը այնտեղ շաբաթներով տեղյակ չի լինի, մինչև ինչ մեկը գտնի սկրինշոթը դնի, որ այսինչ տեղն է Henderson Detention Center։ Հիմա դուք մեզ պարտադրում եք հավատալ, որ իրոք այդպես է։ Ինչի տեղ եք դնում մեզ։ Ինչի։ Այդպես են անում, որ ժողովրդի մոտ վարկաբեկվում են եւ իրենց հայտարարությունների հավաստիությունը կորցնում։ Այ հենց դրա համար։ Ոչ թե ես քննադատողն եմ, այսինքն իրենց սխալ արարքներ կարելի է քննադատել, չէ։ Դուք հասկանում եք, որ հենց այս արարքների պատճառով է, որ ժողովուրդը չի սպասել իրենց հայտարարություններին, վերցրել է իրենց ձեռքը, ամեն ինչը, ինիցիատիվ է, շատ մարդիկ, դուք էլ ինիցիատիվ դրսևորեցիք, չէ, գնալով, այնտեղ գնալով ցույցի եւ այլը։ Ձեզ ինիցիատիվ կարելի է, մեզ չէ։ Մեկ էլ որ շատ եք խոսում դատավճռի վրա ազդեց հաղթանակ կոչելը եւ այլը, կամ կազդի այդ մասին չէիք մտածում։ Սևակ, գիտես ինչ կա։ Այն, որ միկրոֆոնը վերցրած դատարանի շենքի մոտ բղավում էիր, Նիկոլին հայհոյում էիր, զայրույթը չափ ու սահման չուներ, էմոցիաներդ Նիկոլի հանդեպ այնտեղ էր բռնել ասելը, ուրիշ տեղ չէիր գտել, չէիր կարողանում մի հատ այլտեղ դա արտահայտեիր, այլտեղ միտինգներ անեիր եւ այլը, հենց դատարանի շենքի առաջն էր տեղը։ Դրան ինչ կասես, տատին չէր վնասում, որ բղավում էր, միգուցե դատավորին ասում են, թե ինչ էր բղավում։ Իսկ դու դրանով գիտես ինչ էիր ցույց տալիս, որ սրանք փողոցային հայհոյանքներով մարդիկ են ուղակի այդ մակարդակի այնտեղ։ Իրենց պրեզիդենտին են հայհոյում։ Հասկացան, կարող ես դժգոհ լինել, զայրացած լինել, բայց այնքան շատ բառեր կան այդ զայրույթը արտահայտելու, պարտադիր հայհոյանքը չէ, որ պիտի օգտագործեիր կրթված մարդ, գիտակից մարդ, ինքդ քեզ կոչող։ Ես Նիկոլի պաշտպանը չեմ, ինչքան ուզում ես հայհոյի, կայքեր ստեղծի հայհոյի, YouTube-յան ալիքներ, գնա ապստամբություն սարքի, ինչ ուզում ես արա։ Պիտի գայիր հենց դատարանի մոտ հայհոյեիր, ինչ էիր դու ուզում դրանով ապացուցես, հա։ Միգուցե քո միտումներն էին կասկածելի, հա։ Լավ, դու վարկաբեկում ես Վարդանին, ասա ընկերդ ով է, ասեմ ով ես։ Չէ որ նա ինչ կարծիք էր կազմելու Վարդանի մասին, ինչ ինտելեկտի, ինչ տիպի մարդկանց հետ գալիս այստեղ սատարում Վարդանին։ Այդ հայհոյանքները օգնում էր թե վնասում, դրա մասին չէիր մտածում։ Տարական քաղաքավարություն է, չէ, չհայհոյելը դատարանի մոտ։ Դա մի հատ հասարակ փողոց չէր եւ այլը։ Միկրոֆոնով հայհոյում էիր Նիկոլին։ Նիկոլին ատում ես, սիրում ես, դա քո գործն է, հայհոյում ես, բայց դատարանի մոտ դա պետք չէր։ Հիմա ես նստեմ, ասեմ քո մոտիվներն ինչ էին, հազար ու մի զրպարտություն, շառեր հորինեմ քո վրա, բայց իրավունք ունեմ կասկածելու, չէ։
Մի հասարակ բանը դուք վերցնում սարքում եք, թե բոլորը թշնամիներ են եւ այլը, քննադատում են, պառակտում են եւ այլը։ Ես էլ կարող եմ այս վերցնել ու քեզ ասել։ Ինչ էր նպատակը։ Որ այդքան գոռում էիր Նիկոլ, այանեմ թե դուխ ունեմ։ Դուխ ունես գնա ուրիշ բան արա։ Դուխդ բռնել էր դատարանի մոտ, հա։ Ինչ էր նպատակը, որ այդպես գոռում էիր։ Դեռ հլը շատ բաներ կան պարզելու։ Իսկ ես հաջորդ տեսանյութդ, որ դրել էիր ստոր հայհոյանքներով մեքենայի մեջ, քիչ առաջ տեսա, միայն ու միայն ցույց տվեցիր քո դաստիարակությունը, ուրիշ ոչինչ։ Դու դրանով ամեն մարդ ինքն է ցույց տալիս, թե այսինքն դա ոչ թե ուրիշի մասին է խոսում, այլ ինքդ քո մասին։ Բացահայտեցիր քո դեմքը մլաձեց։ Շարունակիր ես ոչով։ Այդ հայհոյանքների պատասխանը թող Էդգարը չտա։ Ես կոչ եմ անում Էդգարին այս պրովոկացիային չենթարկվի, որովհետև քո ուզածն էլ հենց դա է, որ կոզրներ հավաքես ձեռքդ։ Ես հասկանում եմ քո պտտածն ինչ է։ Պրովոկացիա արա, որ քեզ մի վատ բան ասեն, դու էլ դա փաստերը հավաքի ձեռքը, չէ, դա է ուզածդ։ Ամենաուժեղ սատարող մարդը կազմակերպիչ Էդգարն էր, որը որ գործնական օպերատիվ ձևի արեց եւ միախմբեց ժողովրդին։ Հիմա էլ նա թիրախավորված է հենց դրա համար, իմ կարծիքով։ Եվ այդ թիրախավորողների բանակի մեջ դու ես հա արդեն զորագրվել, հավաքագրվել։ Քո ուզածն ինչ է։ Ես չեմ կարող առանց ապացույցների բաներ ասել, բայց գիտես ինչ, ժամանակը ամեն ինչ էլ ջրի երես կհանի։ Իսկ քո հայհոյանքների պատասխանը, հավատա, Վարդանը դուրս կգա, ինքը կտա այդ քո հայհոյանքների պատասխանը։ Չես վախենում։ Ինչ հայհոյանքների տակ ես ընկնելու, երբ որ քո իսկական դեմքը պարզվեց։ Այդքան բան կասեի։ Տեսնեք էլ ինչ ես բլբլում։ Լսարան ձևավորել եւ ճանաչում ձեռք բերել։ Այ, լսարանը ձևավորված էլ է, ճանաչումը ձեռք բերված էլ է, ինչից ես խաբար, այ միամիտ գյուղացի։ Բայց իրանց ընտանիքի անդամները չեն ճանաչում, որ մնաց իրանց ճանաչում իրանք ձեռք։ Դու ինչ գիտես իրանց ընտանիքի անդամները ճանաչում են, իրան չեն ճանաչում։ Հիմա էլ մտար ընտանիքների մեջը։ Քեզ ամենագետ կարծելով։ Դու գիտես թե իր ամեն մարդու ընտանիքում ինչ է կատարվում եւ ձեր նշած մարդու ընտանիքում։ Այնպիսի հայտարարություններ ես անում ու այնպիսի համոզվածությամբ, որ կարծես թե ամեն ինչ գիտես։ Հավարիով ասես կխոսա, բերեսպես ասեմ, որ հասկանաս։ Դրա ապացույցը ինչ-որ բաներով դու կարողանում ես ինչ-որ ձևերով փաստարկել։ Ես կարամ հիմա նստեմ, ինչ ասես քո մասին խոսամ, առանց փաստերի, վերացական։ Դուրդ կգա։ Երևի կգա։ Բերեմ, դա բացառվում է։ Շուտով հենց Վարդան Ղուկասյանը կանադառնա նման տականքներին։ Կրկնում եմ, Վարդան Ղուկասյանը հայրենասեր, ազգասեր մարդ է, իր կյանքը, իր ապագան նոր ես ծանոթացնում, հա, ժողովրդին Վարդան Ղուկասյանի հետ։ Կողմ դնելով, ապոսներով, մեր փրկությունը միայն Վարդան Ղուկասյանն է։ Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է, որ հասական վիճակում է եւ մեր փրկությունը միայն Վարդան Ղուկասյանի ազատության մեջ է։ Դրա համար ենք էլի պայքարում, այ սևակ, բա մեր պայքարի նպատակն ինչ է, միթե չհասկացար մինչև հիմա։ Վարդան Ղուկասյանը պետք է ազատ արձակվի, մենք պետք է համախմբվենք, մեկ բռունցք լինենք։ Մեկ բռունցք լինենք, համախմբվենք, այս ինչ գյուտեր ես անում իրոք, այս ինչ գյուտեր արեցիր, հայտնագործություններ արեցիր,
3 շաբաթ անց։ Բայց ժողովուրդը, որ համախմբվել էր Էդգարի մոտ, մի բռունցք էր դարձել, անցել էր կարգին գործողությունների կոնկրետ քայլերի, դու ուր էիր, ցույցի ժամանակ չծլեցիր, ժողովրդին մի բուռ սարքեցին, համախմբեցին, միասնական դարձրեցին, հիմա դու նստել ես ճառեր ես ասում այն բանի մասին, որ արդեն կատարվել է, ժամկետն անց։ Բոլորս պետք է միասնական լինենք, մեկ կարծիք, մեկ գաղափարի շուրջ համախմբվենք։ Այս թյուրիմացությունների մեջ չենք ուզում անդրադառնանք առհասարակ, բայց այս ստիպում են։ Բա դու էլ ինձ ես ստիպում քեզ անդրադառնամ, ես էլ չեմ ուզում հազար ու մի բան ու գործ ունեմ, դու ինձ շեղում ես իմ գործերից, իմ անձնական գործերից կամ այլ քայլերից, որ պետք է անեի ի նպաստ Վարդանի, դու ես շեղում ու պառակտում, մարդիկ միասնական էին դարձել գաղափարի շուրջ, հասկացի, իսկ հիմա դու շեղում ես մարդկանց քո աննպատակ ելույթներով։ Այնպես են անում, որ անդրադառնանք։ Մենք պետք է մեկ գաղափարի շուրջ։ Դու քեզ ով ա ստիպել, որ անդրադառնան։ Տեղիցդ վեր ես կենում անդրադառնում։ Քեզ ով ա բաբուշե մի որևիցե ոնց ասած խթան տվել, որ անդրադառնաս։ Հիմա էլ որ անդրադառնում ես, մենք էլ քեզ անդրադառնանք, պիտի նեղանաս, չէ։ Չանեիր չանդրադառնայինք։ Անցավ գլուխդ ինչ ես գլխացավի մեջ դնում։ Քեզ ով հրահրեց։ Ես չհասկացա, ինչ որ բանով տառապեցիր, թե ինչ, այսինքն ինչ կատարվեց քեզ հետ էլի, որ այսպես տավոնի սիվո հանկարծակի վերցրիր ու դրիր ես ելույթը։ Ով քեզ ստիպեց անդրադառնալ, ինչին անդրադառնալ։ Կոնկրետ ով է վատ բան արել, որ դու անդրադառնում ես, այս սևակ։ Մենք քեզ ստիպեցինք։ Դու ինչ է կարևոր քեզ ստիպել ենք։ Մի րոպե, լիզվուկն անջատում։ Ով է քեզ անդրադարձել առաջինը։ Դու ես անդրադարձել Էդգարին, թե Էդգարը քեզ։ Դու սկսեցիր այս ամեն ինչը, Էդգարն էլ իր պատասխանն ասաց։ Չսկսեիր, չասեր։ Ինչ ես սկսել նման բան։ Իսկ որ հայհոյանքներ ես տալիս, եւ նորից անդրադառնամ, պիտի նեղանաս ասես, թե հիմա էլ պիտի ես անդրադառնամ, որովհետեւ ինձ ստիպում են։ Ինչ ես սկսել։ Խելքին աշեցեք։ Շուրջ համախմբվենք, միասնական լինենք հայ ազգ, իմ սիրելի հայ ազգ։ Դու կազմակերպեիր միասնական լինեն մի բռուն, ուր էիր, ուր, նոր հայտնվեցիր։ Գնայիր լսարան սարքեիր, մարդկանց համախմբեիր, ով քեզ կխանգարեր, բայց գիտես ով, մի հատ ուրիշն էլ կգար ելույթ կունենար կասեր, թե քո շահերի համար ես անում, չէ՞։ Հիմա քո շահն ինչ է, որ խոսում ես Վարդանի անունը արծածում, շահադիտական նպատակներ չունես։ Դե բոլորին այդ անունը տալով շահադիտական ես ասում, բա քո շահն ինչ է։ Ասա իմանանք։ Կեղծ հայրենասիրական բաների տակ մի թաքնվի, օքեյ։ Մենք օր հասական վիճակում ենք։ Վարդան Ղուկասյանը մերօրյա հերոս է։ Վարդան Ղուկասյանի կատարած աշխատանքը հերոսին վայել աշխատանք է։ Եվ Վարդան Ղուկասյանը պետք է ազատ արձակվի, եւ նա ազատ կարձակվի։ Ուղղակի նման տականքները հատուկ են անում, ամեն ինչ կրկնում եմ, հատուկ են անում։ Վարդան Ղուկասյանը ազատ է արձակվելու։ Համ ասում ես դատավորին չնեղացնելու, դատավճռի դեպի վատ կողմը չդարձնելու համար չի կարելի նախորոք հաղթանակի մասին բան ասել։ Դա անպայման կասվի դատավճռի վրա։ Հիմա հայտարարում ես, որ նա ազատ կարձակվի, ազատ է արձակվելու։ Նույն բանն ես չէ ասում, որ ամեն ինչ լավ է վերջանալու եւ վերջ։
Ինչ գիտես։ Կարող է դատավորը հանկարծ քեզ լսի, ասի, Սևակը սենց բան է ասում, ինչ վատ է, եւ այլը իր այնատու չանեմ։ Հնարավոր թե բան։ Քո մտածողության խելքի համեմատ երևի հա։ Այն բան ուրիշներին ինչ արգելում եք ինքներդ եք անում։ Վարդան Ղուկասյանը կրկնում եմ հերոսը, մեր օրյա հերոսը, Վարդան Ղուկասյանի մայրը, հերոսածին մայրը։ Շնորհակալություն ձեզ տիկին, ես չեմ ճանաչում ձեզ, բայց ես իմ երախտիկի խոստեմ հայտնում ձեզ։ Շնորհակալ եմ նման զավակ դաստիարակելու համար։ Ցանկացած ինֆորմացիա դուք ստանալու եք մեր էջերից։ Որն է քո էջը։ Մի հատ ասա իմանանք։ Վարդան Ղուկասյանի պաշտոնական էջը հենց այստեղ։ Որն է քո կայքը մեր էջերից։ Պաշտոնական հայտարարությունը դուք ստանալու եք մեր էջերից։ Վերջում էլ պատլիզվեշ Վարդան Ղուկասյանի մայրը այդ հերոսածին է, այս է, այն է։ Մի խոսքով ամեն սկսում ես վերջում էլ համեմել, որպեսզի ավելի բան դարձնես, էլի քո ասածները, այսպես ասած, հավաստիացի եւ այլը համեմում ես շողոքորթություններով, հա։ Լավ, չկա չարիք առանց բարիքի, քեզ էլ հասկացանք։ Ժողովուրդ ջան, հիմա թողում եմ ամեն ինչ ձեր հետևությանը, որտեղից են եւ ինչու են հայտնվում մարդիկ, որ այս էլ երրորդ անգամ թիրախավորում են նպատակադրված Էդգարին։ Ինչու են հայտնվում նման թշնամիներ, վարկապեկելու եւ նրա արած ամբողջ աշխատանքը սրոյացնելու, շահադիտական նպատակներ, պիտակներ կպցնելով կամ կուսակցությունը պառակտելու միտումներ կպցնելով կամ էլ Վարդանին վնասելու պիտակ կպցնելով։ Ինքներդ պատկերացնում եք, որ հետևել եք այս ամբողջին ամեն լայվին, յուրաքանչյուր ասած բառը գիտեք, ամեն ինչը գիտեք, ինչքան անհեթեթ է թվում այս ամեն ինչը, բայց ոչ մի բան հենց այնպես չի արվում եւ պատահականություն չի։ Սա լավ նպատակադրված, կազմակերպված զրպարտություններ են Էդգարի հաշվին եւ Էդգարն է իրենց նշանակետում։ Այսպիսով, ինչպես տեսնում եմ, կարող եմ եզրակացություն անել, որ սա լռեցնելու ջանքեր են եւ փորձեր։ Մեկը չստացվեց, մյուսը կփորձենք, մյուսը չստացվեց, մյուսը կփորձենք։ Համառ ջանքեր են լռեցնելու եւ դրա նպատակը ինքներդ եզրակացություն արեք, ինչ է նպատակը, ինչ արդյունքի են ուզում հասնել։ Այսպիսով, այս էլ անցանք, կավարտեմ հիմա հաղորդումս եւ կխոսենք հետագայում այլ բաների մասին։ Ես ճիշտն ասած կուզեի այս կանալում ալիքում խոսել շատ տարբեր բաների մասին, որոնց մասին ես ավելի շատ տեղեկություններ ունեմ։ Սա իմ դաշտը չի, այսպես ասած, իմ սպեցիալիզացիան կամ ավելի շատ տեղեկացված չեմ, այսպես ասած, այս քաղաքական գործով։ Շատ այլ թեմաներ կան խոսելու, ուղղակի Վարդանի հարցը հրատապեր, մենք սկսենք հետաքրքրվել բոլորս ձեզ հետ միասին եւ վերլուծել այն ինչը յուրաքանչյուր տեղեկատվություն, փորձել գտնել որտեղ է նա, ուր է նա, հիշում եք ամեն ինչ սկսվեց նրա անհայտացումից եւ շատ այլ թերթեր, կարող եմ ասել անունները, որ գրված է, անհայտացել է, ուր է։ Պարզ է, որ ժողովրդի վախը, անհանգստությունը, մտահոգությունը աճեց ու աճեց տեղեկություններ չստանալով։ Ու երբ որ նրա կուսակցության մարդիկ այնպիսի տեղեկություններ ասեցին, որ հավաստացի չէր եւ հակասում էր այլ տեղերից եկած տեղեկություններին, ժողովրդի մեջ ընկավ կասկածը, անվստահությունը,
Դրա համար էլ չեն սպասում նրանց առասպաշտունական հայտարարություններին։ Իհարկե կարդում են հայտարարությունները, բայց համեմատում իրենց այլ լուրերի, այլ բլոգերների կարծիքների եւ այլ, այսպես իրենք վերլուծելով իրենց սեփական եզրակացության են հանգում։ Այդպես ամեն ինչ եղավ, այդպես սկսվեց, ինքներդ գիտեք, որ այդպես էր եւ իհարկե ես չէի ցանկանա այս թեմաներով, այս զրպարտությունների մասին անընդհատ անդրադառնալ, բայց այսպես ասած ստիպում են, պրովոկացիա են ենթարկում, ինչպես չխոսած լռես, կարծեն թե իրենք են ճիշտը կամ իրենցից ինչ-որ մեկը վախենում է։ Գիտեք ինչ, դուք այսպիսի մարդկանց գտնելով կամ ձեր իսկ արարքներով ավելի եք օրինակ ինձ, ես ավելի եմ համարդ դառնում։ Դուք կարծում եք, թե ինչ-որ մեկի աչքը վախեցավ, խայտառակվեց ձեր ասած, ինչը թե ասում եք, այսպես են այս բլոգերները, բոլորը հավատացին եւ բլոգերները վարկաբեկվեցին։ Դա ինչ երեխայական մտածելակերպ է։ Իրեք որ կյանքից ոչինչ չեք հասկանում։ Ամեն ինչ ձեզ համար միայն սև ու սպիտակ է։ Կան այլ գույներ, այլ երանգներ մարդկանց հասկացողության մեջ, որ տեսնում են։ Իսկ դուք միայն սև ու սպիտակ։ Եթե դու մեզ հետ ես, մեր ընկերն ես, եթե մեզ դեմ ես, մեր թշնամին ես։ Նմանատիպ մի բան է ստացվում։ Ամեն ինչ այդքան հստակ չի է, սև ու սպիտակ եւ այլը։ Լավ, այս արդեն ընկա ուրիշ բացատրությունների հետևից։ Այսքանն էլ բավական էր, այնպես որ խնայեք ձեր ջանքերը, խնայեք ձեր ռեսուրսները, իզուր մի շեղեք մեզնից, մեկ է, մենք թարկը չենք տալու, այդքան բան, դուք ով եք, դուք կարծում եք, թե հասարակ, որ ինձ օրինակ ինձ եթե վարկաբեկեք, ինչ-որ բառեր կպցնեք եւ այլը, դուք մենակ ձեր մասին եք դրանով խոսում, ձեր կեղծավորությունն եք ցույց տալիս, ձեր ինչ-որ կասկածելի նպատակներն եք ցույց տալի, դուք ինձ ոչինչ չեք անում, ինքներդ ձեզ եք բացահայտում, այդքան բան։ Իսկ թե Սուզանան կմտածի, թե շարունակի, չշարունակի, դա միայն իմ վճռից է կախված, իմ ցանկությունից, ինչպես ցանկանամ, այնպես է կանեմ։ Ձեր ասածները իմ վրա բոլորովին չեն ազդում։ Դուք հələ չեք հասկանում, ինչ տեսակի մարդի հետ գործ ունեք, մարդու հետ։ Դե լավ, առայժմ հասկանը, ստեսություն, հուսանք նման մարդիկ, որ ցանկանում են, չգիտեմ, բեմականացնել իրենց տեսանելիությունը, թե ինչ, սևակ կարող էիր լավ բաներով աչքի ընկնել հայտնի դառնալ, սխալ ճանապարհ ընտրեցիր, ուղղվիր, ետ դարձիր, սխալ ընտրած ճանապարհից, քանի դեռ ուշ չէ, այսքանը իմ ընկերական խորհուրդը, որպես այսպես ասած, քրոջից եղբորին, ես քեզ համար վատը չեմ ցանկանում, մոլորված ես, թե ինչ ես, թե միտումնավոր ես անում, մի հատ կշռադատի արարքներդ։ Ես քեզ ասում եմ, որ սխալ ճանապարհ ես ընտրել։ Ով է քեզ մոլորացրել, եթե ինքդ քեզ ես մոլորացրել։ Մի հատ նստի փաստերը վերլուծի, եթե ինքդ քեզ հայտարարում ես, որ խելացի մարդ ես։ Այդքան բան։ Ստեսություն ձեզ, շնորհակալություն, որ լսեցիք։ Մինչ նոր հանդիպում։